Այս քաղաքում ավակվել են ու ապրում են ամենատարբեր մարդիկ աշխարհում ու սիրում են Այս քաղաքում նույնիսկ պարզում ագուր իրար ատում են ու ասում են մազալու է Այս քաղաքում նույնիսկ բամբասան կանելուց ավակվում են լուրջ դեմքեր մտածում են Բայց հակառակ կողմից որ նայես ուշադրություն չդարձնես կտեսնես տանես Ու երկար չմտածես թե չէ հաստատ կծնդես ու բոլորին կասես սիրում ես Երևանը համար մեկ քաղաքն է աշխարհում Երևան միշտ ապրես դու իմ սրտում Երևանը համար մեկ քաղաքն է աշխարհում Երևան միշտ ապրես դու իմ սրտում Սա Կոնդն է, մեր քաղաքի ամենահին թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում Նահապետ Նահապետյանը իր եղբայր Հավետի և նրա դուստր Սրբուհու հետ։ Ավանդապաշտ Նահապետյանների մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իրենց չամուսնացած աղջիկը օրերից մի օր կարող է հղիանալ։ Հալավ քիսոին չես խառնվել իրար, կարող է երեկվա լակոտնենք չենք ճոգում ոնց անենք, փորս մեծացել է, գիտես չէ, պլան է մշակել, լսի։ Ստյոպիկից փող եմ վեկալ, քիսո լսի մի հատ բան եմ ասում քեզ։ Ստյոպիկից փող եմ վեկալ, մի հատ տղու հետ պայմանավորվել ենք, այդ սաղ կազմակերպած է, գալիս է իբր իմ հետ ամուսնանում, ու այդ հարցերը սաղ լուծվում գնում է։ Լավ, Հավետ մի ներվի, վաղթի ուշ պետք է աղջիկը պսակվեր, ենա Սրբու պատմելով Կարքին տղայա, կրթված, դաստիարակված, ամենի տղու բնավորության մեջ գիտես ինչն է ինչ դուր գալի Հավետ, որ իրա տնեցիք Ամերիկային ապրում։ Ոնց որ պայմանավորվել ենք, կպսակվեն, այսօր կմնան մեր տանը, վաղը կգնան Ամերիկա։ Ջոդո նորմալ չես քիսո, խի պտի հետը քնեմ։ Կգա սիրուն գիշերը թող սենյակում վեր են գնի ինտեղ իր համար մի տեղ, առավոտը թող գնա իր Ամերիկան։ Հա, ու այդ ժամանակ ես արդեն պապայից գիտեմ ինչ կասեմ։ Կասեմ իրանից եմ հղի։ Լավ եմ մտածե գժոտ։ Ասա որ լավ ընկերի հիմնես։ Ստյոպիկ ջան ջանդ յուղի։ Նահապետ, ես ուրախ եմ, որ իմ աղջիկը ամուսնանում է։ Ուղղակի ես չեմ կարա դիմանամ Նահապետ, որ ես սենյակում քնած ելնեմ, կողքի սենյակում ինչ-որ մի հատ գյադա իմ աղջիկա հետ ամուսնանա։ Ճարճարոցը վրես կազդի։ Թող գնան Ամերիկա, ինչ ուզում է թող անեն ականջիցս հեռու։ Բայց շատ լավ քեֆ արինք, շատ։ Ճիշտ է 4 հոգով ենք, բայց 300 հոգու նման քեֆ արինք։ Բայց ասա որ Ճերտոյի Դուքյանը կարգին օբյեկտ է։ Ասեմ, Ճերտոյի Դուքյանը շատ լավ օբյեկտ է։ Ասես, հավա ինչ է։ Լավ, ջայներ ջան։ Այս տունը ձեր տրավմատրության տակ է, գնացեք ընդ սպանեկը, պարկեք, քնեք, հանգստացեք, որ վաղ առավոտը պետք է հետնենք գնանք այլոպորտ։ Որպեսզի ձեզ ճանապարհենք Ամերիկա։ Ես ու Հավետն էլ դուրս գանք ձեզ չխանգարենք։ Վեկած Հավետ։ Ես ոչ մի տեղ էլ դուրս չեմ գալի, Նահապետ։ Բարը, փորես ցավում է Նահապետ։ Խարա փորես ալիս ինչ բառվել։ Լավ էլի Հավետ, ես քո փորացավը գիտեմ։ Մենք 1000 անգամ խոսացել ենք այդ թեմայով, Հավետ։ Վեկած գնանք տղերը գնան ընդ հագիստ կանեն։ Լավ Նահապետ, լավ թող գնան։ Բայց միջև քնելը ես պետք է մի հատ փեսուս հետ նարդի խաղամ։ Այ պապա, լավ էլ ես գիշերվա ժամ 3-ին ինչ նարդի։ Երկար, շատ երկար նարդի։ Սրբոյի գնա նարդի մեր դու էլ գնա քնի։ Արի տղա ջան, արի։ Քյապը ուտ։
Արա դե չարկեք այդ նարդին, արա երեխեք այլոպորտից ուշացան, հապետ արա։ Վայ քու ուշացանք, ես գնամ տաքսի բռնեմ, դուք Սրբուհու վեշերը դասավորեք, հեսա գալիս եմ։ Սրբուհի։ Ես քո տիրու դարդը գյուլ եմ լագոտ։ Նահապետ։ Այ ապետ։ Սաղ քաղաքը մանեկա, հետ գյադուն չգտա։ Զանգի այլոպորտ, ասին որ սամալոտը թրելա։ Մի խոսքով, հետ գյադեն մեր վրից տրավ Ամերիկա։ Տեսար նահապետ ինչ լավ արի, որ չթող այդ գյադեն Սրբուկի հետ քներ, թե չէ որ այդ գյադեն քներ թռներ, Սրբուկներ հղիանար, ուզած չուզած պտի Սրբուկին ճակտից գյուլեի, որ խայդարակ չկներ։ Միգուցե բարին էլ դա էր, բարին էլ դա էր։ Սա Մաշտոցի պողոտան է, մեր լեզվով ասած պրոսպեկտը։ Այստեղ է բնակվում կաշառակեր Նվեր Կոռուպցյանը, որն իր ընտանիքը պահում է անարդար քրտինքով։ Աշխարհում սիմենտոնից բեմուրվաթից մուրվաչոնից լա 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 Արա այլող դու ով դարար որ սայատնով այս խաղով հեսա նայր խաղալը որն մազիրը դրիհան կլապիտոն է մազիրը դրիհան կլապիտոն է Ինչ ես ուզում ինձանից արա Ոչինչ հայրիկ, դու հիմա ինձ թերթում ես, բայց դու մի օր լսելու ես Սայաթ Նորիկի անունը։ կլսել Արգի էդ մայմունությունը Ներվերս կիրավայս Սայաթ Նորիկ, Սայաթ Նորիկ Ոյ, Նվերջան, լավ նորություն ունես? Դե նավ արցումս մնա Այսօր 3 անգամ փորձանքից եմ բարձել Այս ազատը 3 անգամ ծերարը վերցնելու պահին հելավ դեմս լավա չվերցնեցի Ատես միջև ծերեցի գնաց Բա հիմա մենք այդ կաշարքից զրկվեցինք? Սս մենա, աղջիս, սս մենա Նիչ, նյաշարկ Չենք զրկվել Էդ ուսանողիս հետ այսօր իրիկունն եմ պայմանավորվել Իրիկունը որնա, գիշերն եմ պայմանավորվել Թե չէ ինձ թվում է, որ ազատը ինձ հետևում է Աներ հայրիկ Բռնվար Հաստորեն ինվորմացիան ճիշտ էր էլի Ես էլ քեզ դրել եմ սրբի տեղ ասում եմ աներ հայրիկը սուրպա ոնց կարա տենց բան լինի Դե խոսա մի բան արդարացի աներ հայրիկ Ազատ ջան, ինչ է եղել? Ինչ պատիլն է աներ մայրիկ Ալան այդ ծրարը ծերը բռնել եմ Ալես որ դու էլ պատրաստվի Էսա հանցանքը թաքցնելու մեղադրանքով աներ հայրիկ հետ կգնաք մի հատ կամերում կաբրեք իրար հետ սաղկյանքները Քեզ չորացե խոսա Ազատ ջան, սխալ ես հասկացել Ես քեզ
Չի ուզում ասե, բայց նվերս մի հատ մեծ պրոբլեմ ունի։ Ինքը լուսնոտ է, գիշերները հելնում է, ու ինչ ասես անում է։ Բանջի շուտ չէիր ասում աներ մայրիկ, ես էլ եկել շաշ կորկորում եմ ստե։ Բայց գիտես չէ, որ բարձր խոսում ես հանկարծ մի ամի տարտնացավ կարող է սիրտը ճաքի աներ մայրիկ։ Բայց այս ծրարի մեջ ինչ է հալակային իրան։ Ես ինչ անեմ։ Ես ինչ անեմ, արա, ես ինչ անեմ։ Աներ հայրիկ, աներ մայրիկ ոտերի տակ թաց շոր կծի տողարդան աներ, ես կնացի։ Люба, ты же знаешь, что я безработный. Откуда у меня деньги? Միա Թայլանդակշուն մտել է իմ սենյակ, իմ դարակը սաղ թալանի տարել է, ես թաղ եմ դրա տիրոջ մերը։ Ռուզիկ չգիտես ով է եկել, ինչի ես անպատմում։ Լավ, լասեք ես ինչ եմ ասում սենոր։ Ուրեմն գնամ ես մի հատ լավ գիտնական ես կտամ։ Ասում ես, որ մի հատ տեղ հնարի, որ լստես կոֆեի մեջ մարդ խմի, մի շաբաթ քնի։ Հասկացար, շատ ուժեղ քնաբեր։ Ախպերս հետաքրքիր մարդ ես։ Դու չասի պլակատներ սարքեք շահեն, հեռացիր, կառնեն դեպուտատ։ Ավտոբուսներով մի անկի մարդ ենք բերել։ Սկի այդ մարդիկ չգիտեն ում համար են գալի։ Ախպեր դու չես ուզում քո համար գաս։ Սա Ավանն է, Երևանի ամենակազմակերպ թաղամասերից մեկը։ Այստեղ է բնակվում նախկին մայոր Ռազմիկ Ճագարյանը, ով վերադառնալով Խոպանից ոչ մի կերպ չի կարողանում հայտնել կնոջը Ռուսաստանում գտնվող իր երկրորդ ընտանիքի գոյության մասին։ Արվենը երոտիկան մի քիչ շատ արա էլի բալես, որ դուս կանայիս ես մի քիչ։ Եսի կկծես ադնակլաստիկի, որը չասիս հանգարց, երեխեքին ասա թո մտնի նային 5 բան աննշանակի, եդի կարա թո բիս տնեն։ Մամքի սիրուն էլի խնդա։ Լավը չի։ Եսի ծանգալը մի րոպե։ Ալյո, Գալե ջան արա գասայլի խնդրում եմ, ես ֆոտոսեսիայի մեջ եմ։ Որ երկի բարերը։ Արա գասում եմ գրի լավ։ Սեկսբում, Yuma Sekasbon. If you give it to me, Nidi, you become Alan. Լավ գալա ջան, հիմա նկարվում եմ, իլի դուք խոսանք։ Դավայ։ Շարունակի։ Love is never what you think it is, and it almost never turns out right. Except in life, ever rolling along, there goes the mystery. Люба, ты же знаешь, что я безработный. Откуда у меня деньги? Ладно, я что-нибудь придумаю, тебе вышлю. Хорошо. Ay Kezban. Հիմա ես որտեղից փող չարեմ ուղարկեմ Լյուբային։ Իսկ որ Իսկ ինչի՞ չէ։ Կտանեմ Ռուզիկի սաղ ոսկեղենը գծախեմ, հետո կգամ կասեմ կազինոյում կրվել եմ։ Մի գնդակով երկու նապաստակ։ Համ Լյուբայի փող կուղարկեմ, համ է Ռուզիկը երևի ինձ տնից կլարի։ Ինչ եղավ։ Իրաս խաղ տվիլի այրար։ Ռուզիկ, ինչ է եղել։ Ռազմիկ ջան, ուր ես գնացեք, օրեցավը տանեմ։ Դու գիտես մի հատ այլանդակշուն մտել է իմ սենյակ, իմ դարակը սաղ թալանը տարել է, ես թաղ եմ դրա տիրոջ մերը։ Ռուզիկ, չգիտես ով է եղել, ինչի ես անպատմում։ Այդ այլանդակշունը թողես գիշեր քնի չզարթի ետեք։ Լավելի Ռուզիկ, ինչեր ես խոսում։ Ես եմ եղել այդ մարդը, ես եմ տարել այդ ոսկեղենը։ Վայ, ավտոմատը խոտայինք, ասածներս հետայինք, կներես, ինչ ես տարի ոսկեղենը։ Ասեմ Ռուզիկ, տարել եմ, վաճառել եմ, գնացել եմ կասինոյում խաղացել եմ։ Համաձայն եմ Ռուզիկ, որ ես սխալ եմ եղել, համաձայն եմ։ Դրա համար ես որոշել եմ, որ ես վաղը գնում եմ Ռուսաստան,
փող աշխատեմ ու քո ոսկեղենը հետ բերեմ։ Վերջ Ռուզիկ, ամոթ ինձ համաձայն եմ, ամոթ, արք ես։ Հələ մի րոպե, հա։ Ես էլին առաջվա հիմարը չեմ, որ քեզ թողեմ գնաս Ռուսաստանները քո համար կայֆավացա լնես, եղավ։ Հենց հիմա ես մի որոշում կկայացնեմ։ Ուր այդ հեռախոսը։ Ալյո։ Բարև Գալիա ջան, բարև, Ռուզիկն է։ Արագ ասեմ բանն ինչումն է։ Դու ինձ 2 ժամով կարում ես $200 փող տաս։ Աղջի 2 ժամվա 10%-ը որն է։ Լավ, մի գալում ենք, լավ։ Ռազմիկ ջան, էլի վեկաս, գնում ենք։ Ուր ենք գնում, Ռուսիկ։ Գնում ենք քո կրված փողերը հետ բերենք։ Վիրկած արագացրա։ Չէ, գիտե իր տենց եմ թողելու մնա, հա։ Լավ, Ռազմիկ ջան, մի նեղվի բան չկա։ Սաղ կրվեցինք, զատո գործեր բերեցինք, հմի ես կազինոյում աշխատում եմ մատուցողուի, դու ես շվեյցար։ Լավ չի։ Ռուսիկ, դրա ինչն է լավ։ 3 տարի պետք է ձնի աշխատենք, որ այդ կազինոյում կրված փողերը հետ բերեն։ Բան չկա, Ռազմիկ ջան, զատո գործեր բերեցինք։ Դու էլ ասում են ես անտեր երկրում գործ չկա։ Տեսա որ կա։ Հենց։ Ես քեզ լսեցի։ Սա Ձոր 1-ն է, Երևանի ամենաամարանոցային թաղամասերից մեկը։ Այստեղ է տեղափոխվել ապրելու պատգամավոր Շահեն Վիպոյանը իր էլիտար ընտանիքի և ոչ էլիտար եղբոր հետ։ Բարև ձուկեք։ Բարև Շահեն ջան։ Ես արտուն գալուց ձերոնց տեսա, տես մի քիչ իրար հետ խոսացիք, ասում եմ հալա լասի, հորդ եմ ասում էլի։ Ասում եմ ձուկիկը, որ ծնվեց չափսը իշքան էր, ասում այսքան էր։ Սաղ քաղաքը քո վրա ծիծաղում, դու իմ վրա ես ծիծաղում։ Ես մի բան կասեմ, աչքերը ջեկպոտ կկանգնի։ Ոյ, էդ ինչ պետք է ասես, որ իմ աչքերը ջեկպոտ կանգնի։ Կարլենը գնացել է ընկերոջիցը տոկոսով փող ա վերցրել, ու այդ ընկերը ամբողջ քաղաքով շուխուր ա գցել, որ Վիպոյանի գործերը լավ չի։ Ոստե։ Ախր ոնց կանա իմ գործերը վատալի ձուկիկ։ Արա այդ Կարլենը լրիվիցի խայտարակահան արեց անասես բանք։ Հա, հենց որ այդ Կարլենը տնից դուրս ա գալի, մենք խայտարակ ենք լինում։ Լավ ձուկիկ, մի բան պետք է մտածել ու ես գիտեմ ինչա պետք անել։ Ալո, Սերոշ, ուր ես աղբեր ջան։ Ոնց թե լենական քյալլա ես ուտում։ Քասարանձի չի հետաքրքրում, 2-ը հաշվով ստելն ես։ Դավայ, 1, 2, հոսաշև։ Սերոշ, ես են չի քյալլա էր ուտում։ Պարտքատերի։ Լավ, լասիկ ես ինչ եմ ասում, Սերոշ։ Ուրեմն գնամ ես մի հատ լավ գիտնական ես կտամ, ասում ես, որ մի հատ դեղ հնարի, որ լստես կոֆեի մեջ մարդ խմի, մի շապատ քնի, հասկացար, շատ ուժեղ քնա բեր։ Դավայ, փոքր, դավայ աղբեր ջան, դավայ։ Շահեն ջան, լրի խմեց։ Դայլա մի վարկան սոսմարա։ Ազդեց, հազիվ ազդեց ձոգիկ, հիմա նա ինչ ես հալում, հիմա Կարլենը մի շապատ քնելու է, հետո հենց զարտի մի հատալ ես ես կոֆեիս տալի քնաբերով, որ էլի մի շապատ քնի, ուտեց մի 10 տարի ձգում ենք մենք մեր համար հանգիստ ապրում ենք։ Բարի օր Կարլեն ջան։ Աղբեր ջան, ես Կարլենը չեմ, ես Շահենն եմ, Կարլենի զույգ աղբեր եմ, Կարլենը քնած է։ Քնածա, լավ ես տեք սպասեմ իչև հելնի։ Ոստ է, ախր աղբեր ջան, Կարլենը նոր է քնե, կարող է երկար է քնեմ։ Հա ոչինչ ես բռած չեմ, ես կսպասեմ։ Ջան, մի բան մտածի, թե չես աստղից չի գնում։ Ճիշտ ես ասում, ձոգեք, ճիշտ ես ասում։ Ես ես արկամ մտնում ես սերյակ, Կարլենի շորերը կհակնեմ կգամ, յանի Կարլեն եմ, ես գյադոս դուս կծերեմ։ Աղբեր ջան, լավ, որ քեզ տեղություն չպաճառեք, ես գնամ իրան զարդացնեմ գամ, հա աղբեր ջան։ Հա գնայ, դե ես ստեղ ենք ես։ Սպասի։
Վերջան էսի շլավ դիվանա։ Ես կարող արգավանդից եք մեգալ է։ Չէ, էդ մեզ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին է նվիրել։ Բարի օր ապե ինչ կա։ Կարլեն ջան մենակ չասես մոռացել ես։ Այսօր ազգային ժողովի դեմը միտինգի ենք։ Ոնց։ Ես չեմ կարա գամ ախպեր ջան, իմ ախպերն դե դեպուտատ աշխատում։ Ախպերս հետաքրքիր մարդ ես։ Դու չասիր պլակատներ սարքեք Շահեն, հերացիր, Կարլեն դեպուտատ։ Ավտոբուսները միանքի մարդ են բերել։ Սկի այդ մարդիկ չգիտեն ում համար են գալի։ Ախպեր դու չես ուզում քո համար գաս։ Լավ լսի քեզ ինչ եմ ասում։ Դու գնա սկսեք այդ ամեն ինչը, ես մետ ախպորս կնգամ բան ասեմ գամ ախպեր ջան։ Դավայ։ Արա ես ինչ պատմության մեջ եմ գանք եք։ Հնա ինչ ես անում, ես հեսականում եմ դու զանգում ես Սերոժին ասում ես, որ հենց հիմա իշնին դե ու սկսի միտինգը ծրել։ Մեկ էլ կզգուշացնես, որ հանկարծ Կարլենին տենա, չխփի։ Էդի ես եմ ալնելու, հասկացա՞ր։ Ոյ, ես քո միտինգասեր ջարին մերվեմ։ Ես քո ցավը ծրեմ ձուգի։ Ես գնացի ախպեր։